Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր, բարեկամներ, AFL Armenia YouTube-յան ալիք եթերում խաղային շաբաթը շարունակվում է ու տրվեց երկրորդ խաղային օրվա մեկ տարկը, որտեղ բացման խաղում մրցում են միմյանց երկրորդ դիվիզիոնը ներկայացնող Bayer Leverkusen-ն ու Փարիզը շատ հետաքրքիր դիմակայությունը սպասվում մեզ։ Եկեք արագորեն հայացք նետենք մրցող թիմերի հայտարարություններին, սկսենք Bayer Leverkusen-ից։ Թաթուլ Սևոյանը պաշտպանում է դարպասը համար 1, Համլետ Ազնաուրյան համար 2, Հովանես Գուրգինյան համար 3, Աղասի Ավետիսյան համար 4 նա թիմի ավակն է, Արտուր Պետրոսյան համար 7, Պետրոս Հովանեսյան համար 8, Գագիկ Ղուկասյան համար 9, Հայկաս Գալստյան համար 17, Վլադիմիր Պետրոսյան համար 19, Վարդգես Գեբեշյան համար 21 և Հարություն Օհանյան համար 33։ Գնդակով Փարիզի ֆուտբոլիստներն են ստացվեց այստեղ փոխանցում կատարել դեպի Ասատրյանը, բայց ամեն դեպքում Ավետիսյանը հաջող գործեց ու հիմա Leverkusen-ը փորձում է գրող կազմակերպել այստեղ էլ կար խաղի կանոնների խախտում, այո, միանշանակ երևաց այս դրվագում ու հիմա արդեն դադարեցեց մրցավարը հանդիպումը, հասկանանք ինչ պատահեց Կարո Ավակյանին, որից հետո արդեն նաև ծանոթանանք Փարիզի հայտարարությունի հետ, իհարկե հուսանք, որ հիմա հենց հանդիպման մեկ տարկում վնասվածք չի ստանա Կարո Ավակյան ու իհարկե կարողանա շարունակել հանդիպումը, շատ առանցքային ֆուտբոլիստ է Ավակյանը Փարիզի կազմում ու եթե հիմա էլ նա իհարկե կարողանա շարունակել այս հանդիպումը, շատ լուրջ ու բարդ խնդրի առջև կանգնի Փարիզը, բայց հիմա օգնություն ցուցաբերեցին Կարո Ավակյանին, նա կանգնեց ոտքի ու հիմա տեսնենք կփոխարինվի թե ամեն դեպքում կշարունակի հանդիպումը։ Ոչ մնում է խաղադաշտում Կարո Ավակյանը, ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստի հետ, ստանդարտը հետևենք, որը կիրականացնի Bayer Leverkusen-ը ու Leverkusen-ի ավակ Աղասի Ավետիսյանն է տեղադրել գնդակը նա է մոտեցել հարված կատարելու այս պատասխանատվությանը, շատ կարևոր պահ է հիմա իսկապես Փարիզի Տուգանայինի մատույցներում կա մրցավարի Սուլիչը Ավետիսյան հերվից հարված ու մի փոքր բարձր է ստացվում առաջին փորձը այս խաղում դեպի դարպասի ուղղությամբ կատարեցին Բայերի ֆուտբոլիստները տվյալ դեպքում Աղասի Ավետիսյանն էր ու մի փոքր բարձր ստացվեց Leverkusen-ի ավակի կատարած հարված եւ արդեն Փարիզը սկսում է խորքի սաունթանանք նաև Փարիզի հայտարարությունի հետ Արաքել Հովանեսյանը պաշտպանում է դարպասը համար 1 Մանվել Այվազյան համար 2, Հարություն Աղազարյան համար 4, Հարություն Խաչատրյան համար 5 նա թիմի ավակն է Իշխան Պողոսյան համար 6, Արտակ Ասատրյան համար 8, Կարո Ավակյան համար 10, Տարեկ Կոչարյան համար 11 և Սերգեյ Հարությունյան համար 22, սա էլ Փարիզի հայտարարությունն է այս հանդիպան հետ կապված Գուրգինյան, այո շատ երկու իհարկե կարևոր նորություն կհայտարելու, այսպես ասած Փարիզի գործողություններում, Փարիզի կազմում, իմ այս գրոհ հետևենք Leverkusen-ի Օհանյան հարված անդրադարձ վտանգավոր էր ու սա արդեն ավելի վտանգավոր պահ է, քան Աղասի Ավետիսյանի հարվածները, բայց այստեղ էլ
Շեղությամբ ընթացավ գլխով կատարած հարվածը Գուրգինյանի ու ամեն դեպքում գնդակը չհայտվեց ցանցում երկու վտանգավոր պայ երկուսներ Բայեր Լևերկուզենից արդեն այս խաղում մենք տեսանք այո Փարիզի կազմում որն է խորհրդանշական որակազրկումից հետո Պետրոսյան վտանգավոր է դարպաս սածողն հիմա իր օգնության գալիս Փարիզին ու հիմա արդեն վտանգը չեզոքացեցին Փարիզի ֆուտբոլիստները, սա էլ արդեն իհարկե հաշվենք երրորդ վտանգավոր պայծ մեկտարկային րոպեներում շատ ակտիվ է Լևերկուզենը մեկտարկել այս հանդիպումը, բայց առայժմ դարպասը գրավել Բայերի ֆուտբոլիստների մոտ չի ստացվում, այո Փարիզի ավակ Հարություն Խաչատրյանը երկարատև բացակայությունից հետո վերադարձել է խաղադաշտ, այո նա որակած զրկված էր, եթե հիշում եք Ֆլամենգոյի դեմ տեղի ունեցած հանդիպումից հետո ու բավական երկար ժամանակ է չէր կարողանում օգնել իր թիմին։ Իհարկե հիմա արդեն Խաչատրյանը խաղադաշտում է եւ բնականաբար նրա դերն ու մասնակցությունը շատ կարեւոր է Փարիզի համար, հատկապես պաշտպանության հենասյուններից մեկն է Խաչատրյան ու տեսնենք այսպես ասած վերադարձի խաղում ինչպիսի ֆուտբոլ կմատնուցի մեզ եւ երկրորդ շատ կարեւոր նորությունը Փարիզի երկրպագուների համար, այո այս տրանսֆերային պատվանի ժամանակ Փարիզը Յուվենտուսից ձեռք բերեց Մանվել Այվազյանին ու արդեն Այվազյանը Պաշտպանի այս հանդիպումից սկսած Փարիզի գույները, այո նա արդեն տեղափոխվեց Յուվենտուսից Փարիզ ու հիմա տեսնենք արդեն Փարիզի շարքերում ինչպես կգործի Մանվել Այվազյանը, եթե հիշում եք Winter Cup մրցաշար, ապա նա շատ հաջող ելույթներ էր ունենում Յուվեի կազմում, հիմա վտանգավոր հարված ենք տեսնում ու Սևոյանն է այստեղ էլ կարողանում հեռացնել Կարո Ավագյանի կատարած հարվածը եւ անկյունային իրականացնի հիմա էլ Փարիզը, սա էլ Փարիզի առաջին վտանգավոր բանն էր այս խաղում ու արդեն Մանվել Այվազյանը կարող էր այս իրավիճակում գոլային փոխանցման հեղինակ դառնալ, իհարկե եթե Ավագյանի հարվածը հայտնվեր ցանցում Հիմա անկյունայինը տեսնենք, հենց Ավագյանն էլ իացնում է, բայց Աղասի Ավետիսյանը հեռացեց գնդակը ոչ այնքան հեռու, Մանվել Այվազյանն ընդունել է գնդակը թիկունքով է ստիպված եղավ դեպի հետո ավելի աչ են խաղարկում Փարիզի տղաները Ասատրյան պահեց գնդակը ոչ այստեղ կարողացան ամեն դեպքում մի փոքր հեռացնել Բայերի ֆուտբոլիստները, բայց կրկին Փարիզը գնդակով եւս մեկ հարված ու հիմա արդեն Սևոյանը շատ ավելի բարդ իրավիճակում հայտնվեց, բայց կարողացավ լավ միջամտել ու փրկել այստեղ դրությունը այս անգամ էլ արդեն Նարեկ Քոչարյանն էր հարված կատարողը ու առայժմ վտանգավոր պահեր ունենք, բայց դարպասի գրավում այդպես էլ չտեսանք այս անցած րոպեների ընթացքում Խաչատրյան խորքից Փարիզն է հիմա էլ ակտիվացել Խաչատրյան երկար փոխանցում դեպի Մանվել Այվազյանը, բայց Աղասի Ավետիսյանը շատ վստահ է այստեղ գործում ու հեռացնում է գնդակը չնայած այն կրկին վերադարձավ Խաչատրյանին Եվս մեկ հրաշալի փոխանցում Արտակ Ասատրյան պետք է հարվածել ոչ Այվազյանին է գլորում գնդակը Ավագյանն ու այստեղ արդեն Սևոյանը վերցրեց գնդակը առանց որևէ խնդիրների Աղասի Ավետիսյան այո թիմերը իսկապես շատ հաջող մրցաշրջան են անցկացնում շատ հաջող մրցաշրջան են մեկտարկել այսպես ասենք այս երկու թիմերն էլ այնպես չէ որ վատ արդյունքներ ունեն գրանցած այս պայն մրցաշարային աղյուսակում Պատկերը հետևյալն է Փարիզի իսկապես չեմպիոնական պայքարում մղված է այս պայն Լևերկուզենն էլ մի փոքր եթե գտնվում, բայց ընդամենը 6 հանդիպում է Բայերն անցկացել եւ դեռ ամեն ինչ արժևում է, քանի որ մենք մի ամբողջ մրցաշրջան ունենք մեր արժևում, այո, ամիսների պայքար ենք դիտելու, որտեղ նոր միայն պարզ կդառնա ուժեղագույնից ուժեղագույն ակումբ, բայց պայն Փարիզը 7 հանդիպումից հետո ունի իր ակտիվում 5 հաղթանակ կրել է 2 պարտություն եւ 15 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում Լևերկուզենն էլ մեկ հանդիպում պակաս է անցկացրել եւ այս պայն 9-րդն է վաստակած 10 միավորով, որն է հետաքրքիր Բայերը հաղթանակի հասնելու դեպքում այսօր միանգամից կհավասարվի 5-րդ հորիզոնականում տեղ զբաղեցած Ֆլամենգոին Իսկ արդեն եթե կարողանում է հաղթանակի հասնել այսօր Փարիզը, պատկերացնում եք կշրջանցի Պալերմոյին կունենա 18 միավոր, ճիշտ է կզիջի Բենֆիկային դեռ 1 միավոր, բայց իհարկե չհաղթելու դեպքում արդեն հնարավոր է Բենֆիկան այս տուրում տանի հերթական հաղթանակ ու ավելի մեծացնի միավորների տարբերությունը Փարիզի նկատմամբ, այս պայն օնլայն տարբերակով մեկ հանդիպում Բենֆիկան ավելի անցկացել ու ունի 4 միավորի առավելություն Փարիզի նկատմամբ, բայց Փարիզը իհարկե
նու երկու թիմերն են այսօր իհարկե խաղադաշտում են անկասկած իրենց 3 միավորի համար հիմա եւս մեկ ստանդարտ տեսնենք նորից Ավետիսյանն է գնդակի մոտ եւս մեկ փորձ ու հիմա ավելի վտանգավոր ստացվեց Աղասի Ավետիսյանի կրակոցը բայց վերջին պահին ստացվեց հեռացնել գնդակ ու անկյունային է վաստակել Լևերկուզենը այս իրավիճակում այո շատ հաջող է տուգանայինները իրացնում Բայեր Լևերկուզենի ավակ Աղասի Ավետիսյանը երկրորդ փորձը առայժմ հաջողվեց կրկին հեռացնել Փարիզի տղաների մոտ, բայց իհարկե երրորդը կարող է արդեն չլինել, քանի որ Ավետիսյանը ամեն հարվածից հետո բնականաբար արդեն կարողանում է կռահել, այսպես ասած, դարպասի բաց անկյուններ ու արդեն որքան ստանա հարված կատարելու այդ հնարավորությունները, այնքան կբարձրանա մրցակիցների խնդիրները, նրա հարվածները ետ մղելու գործում Ավակյան հրաշալի փոխանցում դեպի Մանվել Այվազյանը ու նորից Ավետիսյանը այստեղ հասցրեց, այո, հեռացնել գնդակը ճիշտ է, հետո կարծես հարված ստացավ Մանվել Այվազյանից, բայց իհարկե խաղային իրավիճակ էր, խաղի կանոնների խախտում այստեղ չկար Ստանդարտին հետևենք, այո, նշանակվեց տուգանային հարված, հիմա Բայերի դարպասի ուղղությամբ ու Ավակյանն ու Արտակ Ասատրյանն են գնդակի մոտ կասուլիչը, Ավակյանն է կատարում փոխանցում, բայց այստեղ հեռացեցին գնդակը Լևերկուզենի տղաները, Խաչատրյան շատ ժամանակ չպահանջվեց Փարիզի համար կրկին գնդակը վերականգնել, բայց հիմա թիկունքից տեղի ունեցավ այո խաղի կանոնների խախտում Կուրգինյանի դեմ պայքարում, այստեղ էլ վտանգավոր խաղաց Փարիզի ֆուտբոլիստ Հարություն Աղազարյան ու արդեն ստանդարտ իրականացնի Լևերկուզենը ճիշտ է, սա հարվածային դիրք չէ բնականաբար խաղարկում է սպասվում այդպես էլ տեղի ունեցավ ու տեսնենք այս դասական գրող ինչ է փորձելու Լևերկուզենը վերացել երկար փոխանցում առաջ դեպի Պետրոսյանը բայց ստացվեց Պետրոսյանի մոտ լավ որցալ գնդակ ու հարվածել այլապես շատ վտանգավոր է ստացվելու այո արդեն նրան չէին վերահսկում ու միայն դարպասապաններն նրա առջև մնացել, բայց իհարկե արդարության համար ասենք անկյունը շատ սուր էր ու գրավել դարպասը այդտեղից այնքան էլ հեշտությամբ չէր ստացվելու Պետրոսյանի մոտ այնպես որ ամեն ինչ իհարկե հասկանալի է այս դրվագի հետ կապված հիմա եզրային նետում Փարիզը իրականացնի Մանվել Այվազյանն է վերցրել գնդակը Կասուլիչը դեպի Ավակյանը փոխանցում կրկին Այվազյան նորից Ավակյան ու գնդակի տեղափոխությունը արդեն դեպի Աչեզեր այստեղ էլ ընդունեց գնդակը Փարիզի ֆուտբոլիստ Իշխան Պողոսյանը Խաչատրյան երկար փոխանցում Սևոյան Մանվել Այվազյան ու հիմա Սևոյանը չորցած առաջին հնարավորությունից գնդակը եւ դա շանս էր իհարկե Մանվել Այվազյանի համար բացելու հանդիպանաշիվը բայց Այվազյանն էլ չէր սպասում դարպասապայի սխալին ու Չօգտվեց իրեն ընձեռնված այս խաղում երևի ամենալավ հնարավորությունից Մանվել Այվազյանի տեսանկյունից իհարկե ու տեսնենք կողմերը շատ իհարկե լավ հարցակողական ֆուտբոլն առաջարկում ես բնականաբար այդպես էլ կանխատեսելի է բայց պետք է շեշտը դնել իհարկե հիմնականում պաշտպանության վրա եթե ունենանք դարպասի առաջին գրավումը մոտակա րոպեների ընթացքում հանդիպումը բնականաբար էլ ավելի հետաքրքրանալու քանի որ արդեն երկու թիմերի հարցակողական այսպես ասած ունակությունները մենք տեսանք խաղադաշտում ու նրանք պարտվողի կարգավիճակում ցանկացած այս երկու թիմերից եթե հայտնվի բնականաբար ավելի ինտենսիվ գրոների տարապ են տեսնելու այստեղ ամեն ինչ կարգիներ ու հիմա գրոյի սկիզբ Փարիզի համար երկար փոխանցում դեպի Այվազյանը անցավ այս փոխանցումը Ավակյան
Աղազարյանը շատ հաջող փոխանցում կատարեց, իսկ այստեղ անդրադարձ ու հանդիպան աչիվը բացվում է, այո, Կարո Ավագյանի հարվածից հետո եղավ անդրադարձ, բայց դա չխանգարեց Ավագյանին գնդակը դարպասն ուղարկել 1-0 Փարիզը բացում է այս դիմակայության հաշիվը։ Կարո Ավագյան 1-0 բացված է հանդիպան հաշիվ, այո, ինչի մասին խոսում ենք, առաջին դարպասի գրավումն ունեցանք, ինչը արդեն էլ ավելի է մեծացնելու հանդիպան ինտրիգը, էլ ավելի է հետաքրքրացնելու հանդիպումը, քանի որ արդեն հիմա Լևերկուզենը կնետվի առաջ, բնականաբար առաջին հերթին հաշիվը հավասարեցնելու մտքով, ոչ թե հանդիպան հաշիվը բացելու, ու տեսնենք ինչպես կստացվի դա։ Իհարկե Բայերի ֆուտբոլիստերի մոտ հեռացված է այստեղ գնդակը Փարիզի Տուգանայինի մատույցներից Ասատրյան լավ իջեցում Ավագյանին թողեց գնդակը Ավագյան եւ Գեբեշյանը թիկունքից է այստեղ գործում ու խախտում խաղի կանոնները եւ բրցավարը նշանակում է ստանդարտ Փարիզի օգտին Տեսնենք Խաչատրյանն է գնդակի մոտ կամ մրցավարի Սուլիչը Խաչատրյան սակ հողարկված փոխանցում էր ու անկյունային այո հիմա արդեն կիրասնի Փարիզը եթե իհարկե անցներ Խաչատրյանի փոխանցումը դեպի հասցեատերը բնականաբար շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվելու բայց ամեն դեպքում անկյունային որը Փարիզը տեսնենք ինչպես կխաղարկի Կարո Ավագյանն է կրկին գնդակի մոտ Եվս մեկ փոխանցում ու նորից Ավետիսյանին հաջողվում է հեռացնել գնդակը, բայց չի ավարտվել այսքանով Փարիզի գրոհը Արտակ Ասատրյան ու նորից Ավետիսյան բրավո։ Իսկ հիմա արդեն Ավետիսյանը հեռացեց գնդակը ճիշտ է այն վերադառնում է կրկին Փարիզի ֆուտբոլիստերի մոտ Այվազյան պահեց գնդակը Մանվել Այվազյանը դեպի ետ գլորեց ու արդեն կրոս դեպի Տուգանայինի մատույցներ Սևոյանը հեռացնում է գնդակը ճիշտ է այն Կարո Ավագյանին է հիմա էլ բաժին հասնում նորից Ասատրյան ու արդեն Օհանյանը ամեն դեպքում խանգարեց թիկունքից Պետրոսյան Զարգասի արագություն այստեղ լավ է գործում Փարիզի ֆուտբոլիստը բայց հետո էլ արդեն Իշխան Պողոսյանի փոխանցումը չանցավ ինչ իրավիճակ է ու Փարիզի ֆուտբոլիստերին այո բաժին ասավ ամեն դեպքում վերջում գնդակը խորքից եւս մեկ գրոյի մեկնարկ Արությունյան երկար փոխանցում դեպի Մանվել Այվազյանը Ավագյանին թողեց Այվազյանը գնդակը Նորից Արությունյան դեպի կենտրոն Արություն Խաչատրյանի ուղղությամբ Եվս մեկ երկար փոխանցման փորձ, բայց Օհանյանն է կանգնում գնդակի ճանապարհին, Խաչատրյանը եւս մեկ փորձ է իրականացնում ու ստացվում է գնդակ ուղարկել դեպի Ավագյանը, բայց Ավետիսյանը այստեղ խանգարեց չի ավարտվել Փարիզի գրոհը այսքանով Ավագյան եւս մեկ փոխանցում ու անկյունային այո Ղուկասյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս եւ անկյունայինի խաղարկում նորից անկյունայինի խաղարկման հնարավորություն նորից ստանում է Փարիզը Տեսնենք այս անկյունայինը Ավագյանն է կրկին գնդակի մոտ եւս մեկ փոխանցում Կուրղինյանն է հեռացնում գնդակը Եզրային նետում հիմա իրականացի Փարիզը Պողոսյան թողեց Հարությունյանին գնդակը եւս մեկ փոխանցում ու այստեղ արդեն կանգնեցին Բայերի ֆուտբոլիստները փոխանցման ճանապարհին եւ Օհանյան ուղարկում է գնդակը դեպի Արտուր Պետրոսյանը վտանգավոր է գեղեցիկ է Պետրոսյանը հայտնվում է գնդակը դարպասում միայնակ Պետրոսյանը վերցրեց պատասխանատվությունը իր վրա ու հավասարեցնում է այս հանդիպան հաշիվը 1-1 թիմերը մեկական գնդակներով արդեն փոխանակվում են
Արթուր Պետրոսյան հաշիվը հավասար է 1-1, այո, շատ լավ փոխանցում ստացավ Պետրոսյանը Օհանյանից, ինքն էլ վերցրեց պատասխանատվությունը, այսպես ասենք, իր վրա այս դրվագում ու հավասարեցեց հանդիպան հաշիվը, հիմա Փարիզը նորից նետվեց առաջ Ավագյան, գեղեցիկ էր ու փակվեց Ավագյանի հարվածի ճանապարհը, ամեն ինչ իդեալական արեց այս դրվագում էլ կարող Ավագյանը միայնակ, բայց հարվածը Ավագյանի մոտ չստացվեց, հիմա խլեց գնդակը Փարիզը, բայց արագորեն էլ կորցրին։ Իսկ հիմա արդեն Բայերնը սխալվում, Ասատրյան կան տարբերակներ նկատեց Ավագյանին, Ավագյան, Այվազյան հարվածը ով է կատարելու Այվազյանը, այդպես էլ եղավ, բայց թույլ ստացվեց մանվել Այվազյանի փորձի, իսկ հիմա ազատ հարված կարծես նշանակում է մրցավար, այո, Լևերկուզենի դարպասի ուղղությամբ հասկանանք ինչ իրավիճակ է։ Дайте свой, который у тебя. Два мяча Алексея, не вижу третий. Где третий? Все, эти мячи убираем. Да. Ապողության համար հանդիպան մրցավարը դիտես դրվագի կրկնապատկելու, այո, ազատ հարված, այսպես ասենք, ուժի մեջ է, մրցավարը նշանակում է ազատ հարված Լևերկուզենի դարպասի ուղղությամբ ու տեսնենք շատ վտանգավոր իրավիճակ է Բայերի Տուգանային հրապարակի մատույցներում ու տեսնենք այս խաղարկումը ինչպես են իրականացնելու Փարիզի ֆուտբոլիստները, իհարկե, ովքեր տեղյակ են կանոնների շատ լավ գիտեն, այստեղ մեկ հպումով հարվածն անթույլատրելի է, պետք է երկու հպում լինի գնդակին, սա իհարկե ֆուտբոլի կանոններով է ու տեսնենք այս ստանդարտը ինչի կվերածեն Փարիզի ֆուտբոլիստները, տեսնենք ով կկատարի ամենակարևոր հարվածը, ով կկատարի առաջին հպումը գնդակին Շատ, իսկապես շատ լարված իրավիճակ է հիմա Լևերկուզենի Տուգանայինների մատույցներում Ավագյան, Ասատրյան Հարություն Աղազարյան, երեք էլ գնդակի մոտ է, ոչ Աղազարյանը հեռացավ, մանվել Այվազյանը մնաց գնդակի մոտ, Այվազյան, Ավագյան, Ասատրյան, այս երեք ֆուտբոլիստներն են շատ մոտ կանգնած գնդակին ու տեսնենք այս իրավիճակը Կա մրցավարի սուլիչը, Այվազյան Տեսնենք խաղարկումը Ավագյանն է հարվածում ու հիմա ինչ է, պետք է կրկնել դրվագը, այո, առաջ եկան Լևերկուզենի ֆուտբոլիստները Там у них уже узнаваемо, они их отжимают обратно. Сань, возвращайся. Так, спортсмены, вы сейчас стали свидетелями того, почему надо сразу ходить за мячами, которые куда-то улетели, упали, вы их неаккуратно положили, они скатились. Հետաքրքիր խաղարկում է Փարիզը մտածել այս անգամ, տեսնենք, կա սուլիչը Ասատրյան, Ավագյան ու ամեն դեպքում ստացվեց անդարիք վայել դարպասը Բայերի ֆուտբոլիստերի մոտ, այո, շատ ուժեղ ստացվեց Ավագյանի հարվածը, բայց անմիջապես 3 ֆուտբոլիստ տվյալ հատվածում էին ու հեռացեցին գնդակը դաշտի սահմաններից դուրս, հաշիվը մնում է անփոփոխ Сейчас тогда делимся и играем. Ох ты, боже мой. Եսից է հիմա նետում Փարիզը մանվել Այվազյանի ուղղությամբ ստացվեց ընդանալ գնդակը Այվազյան, բայց այստեղ գնդակի կորուս ճիշտ է Բայերը փորձեց նետվել արագորեն առաջ, բայց չստացվեց Խաչատրյան, նորից Ավագյանն է այո ստացել գնդակը Никола Грикс, сюда выскочил. ու շատ լավ փոխանցում տեսանք դեպի նորից մանվել Այվազյանի уղղությամբ Это Влада, нет, Влада. Ավագյան, Այվազյան, գեղեցիկ էր մտածված ամեն ինչ, բայց վերջի պայն Այվազյանի ոտքի արշևից հեռացեցին գնդակը Բայերի տղաները Պետրոսյան, թողեց գնդակը Сюда. Հանքերոչու հիմա գրոհի է անցել Լևերկուզենը Գեբեշյան վտանգավոր է Վարդգես Գեբեշյան ու Խաչատրյանի վրա են ընդունում Գեբեշյանի հարվածը շատ վտանգավոր ու լարված իրավիճակ էր, բայց ամեն դեպքում ստացվեց Գեբեշյանի այս թնդանոթային հարվածը փակել նորից է գրոհում Լևերկուզենը հերվից փորձ ոչ սա փոխանցում էր ու նորից Խաչատրյանը կանգնեց այս անգամ էլ արդեն
Հայկաս Գալստյանի փոխանցման ճանապարհին Այվազյան Ավետիսյանը խախտում է այո խաղի կանոնները։ Кому мне нравится, пацаны, выбирайте, пальцем тыкайте. Кто смелый? Да, кто смелый, выбирай команду. Все, зашел, Алекс сюда. Հիմա տեսնենք ինչ պատահեց Վարդգես Գեբեշյանին խոտածածկին է հայտնվել։ Зеленые футболки. Так, Leverkusen-ի ֆուտբոլիստը բայց ամենիշ կարգին է Գեբեշյանի հետ նա կանգնեց ոտքին, այո թեթևակին ապում էր տեղի ունեցել նախորդ դրվագում նրա հարված կատարելու պահին, բայց Пацаны, согласны, желтым? ամենիշ կարգին է ու պետք է շարունակել հանդիպումը վերադառնանք հանդիպանը ստանդարտ է իրականացնելու Փարիզը կրկին Կարո Ավակյանն է գնդակի մոտ Ավակյան ու Պետրոսյանը փակեց գնդակի ճանապարհը Գեբեշյանը հեռու մի փոքր թողեց ու Խաչատրյանը արդեն այստեղ էր եւ հետո էլ Գեբեշյանը խախտում է խաղի կանոնները Խաչատրյան երկար փոխանցում առաջ լավ նկատեց Այվազյանի առաջ խաղացումը բայց այստեղ Սևոյան բրավո ամենաճիշտ պահին դուրս եկավ Լևերկուզենի դարպասապայի տեղից ու կարողացավ հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս այլապես Մավել Այվազյանը պատրաստ էր եզրափակել այս դրվագը բայց սափարություններ Իհարկե Փարիզի ավակ Խաչատրյանին այս հրաշալի փոխանցման համար որը իսկապես եթե գրավեր որից հետո եթե Այվազյանը գրավեր դարպասել ավելի կգեղեցկացներ այս ամենը հիմա խաղակեսն ավարտվում է 1-1 հաշվով կարճ դադար որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ մեզ մոտ մեկ տարկում է Բայեր Լևերկուզենն ընդդեմ Փարիզի հանդիպման երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո Թիմերը փոխանակվեցին մեկական խփած գնդակներով ու տեսնենք արդեն երկրորդ խաղակեսում ինչպիսի ֆուտբոլ կընթանա մեզ համար հիմա անկյունային է վաստակում Փարիզը անմիջապես Լևերկուզենի դարպասի ուղղությամբ Ու տեսնենք այս անկյունային է, որից հետո կներկայացնենք, կհիշեցնենք ավելի ճիշտ կլինի ասել, ովքեր դարձան առաջին կեսում թիմերի կազմում գոլերի հեղինակները։ Դուրս եկավ հիմա էլ գնդակը դաշտի սահմաններից ու արդեն Փարիզը կնետի եզրից այո նախ կարողացավ։ Կարո Ավակյանը բացել այս հանդիպան հաշիվը, հետո էլ Արտուր Պետրոսյանը Բայերի կազմում հավասարեցրեց դիմակայություն ու թիմերը ընդմիջման գնացին 1-1 հաշվի պայմաններում։ Երկրորդ խաղակես ու տեսնենք Երկրորդ խաղակեսում կողմերը ինչ կառաջարկեն մեզ, այո, Բրծաշարային Ագուստակին ծանոթացեցի առաջին խաղակեսի ընթացքում եւ պարզից էլ պարզ է, որ երկու թիմերն էլ սխալվելու իրավունք չունեն, այո, երկուսին էլ օդի եւ ջրի պես անհրաժեշտ են այս խաղում 3 միավոր ու տեսնենք կողմերը իհարկե ուն բախտը կժպտա Պետրոսյան հասնում է այս գնդակին Պետրոսյանը պահում է Պետրոսյանը գնդակը դաշտի սահմաններում վտանգավոր իրավիճակ է հով է արվածելու ոչ ոք էլ այդպես էլ չարվածեց ու եզից է միայն նետելու Լևերկուզենը Երկար փոխանցում դեպի Դուգանայինի մատույցներ այստեղ էլ կարողացավ հեռացնել գնդակը Սերգեյ Հարությունյանը, բայց կրկին Բայերը վերականգնում է գնդակը Ազնաուրյան Թողեց գնդակը Վլադիմիր Պետրոսյանին փոխանցում, բայց այստեղ էլ Փարիզի պաշտպաններն էին միայն Սևոյանը առաջացել է ու խորքից կսկսի Լևերկուզենի հերթական գրոհը կտա հերթական գրոհի մեկ տար Աղասի Ավետիսյան Երկար փոխանցում դեպի Պետրոսյանը, բայց այս անգամ արդեն գնդակին հասել Պետրոսյանի մոտ չստացվեց Երկար փոխանցում դեպի առաջ, բայց այստեղ էլ շատ ուժեղ ստացվեց Փարիզի ֆուտբոլիստ Հարություն Աղազարյանի կատարած փոխանցում ու Բայերը Եվս մեկ գրոյի սկիզբ է փորձում տալ, բայց սխալ Մանվել Այվազյան վտանգավոր իրավիճակ է Այվազյան Ասատրյան դեպի Ավակյանը նորից Ասատրյան ու այստեղ փորձեց առանց նայելու կատարել փոխանցումը, իսկ հիմա արդեն հակագրոյի անցել Լևերկուզենը շատ վտանգավոր հակագրով, բայց բրավո հասցրեց այստեղ փակել այս փոխանցման ճանապարհը
Հարություն Աղազարյանն ու միայն անկյունային եւ Աստակում Լևերկուզեն այո շատ կայծակտային անցան կիսադաշտը Բայերի ֆուտբոլիստներ ու կազմակերպեցին այս գրոհը, բայց ավարտին հասցնել այն չստացվեց։ Դա դեպք է սպասում։ Բարսից եւս մեկ փոխանցում ու այստեղ էլ ոչ ոք չդիպավ այո ամեն դեպքում գնդակին հարված է նշանակում Արաքել Հովանեսյանի պաշտպանած դարպասից Ավակյան դաշտի միջին հատվածում ընդունեց, բայց հետո էլ կորցրեց գնդակը ու Բայերը գործի եւս մեկ գրոհ սկսել Ավետիսյան աչի եզրում եմ Ավետիսյան դեպի Պետրոսյանը ու այստեղ Ավակյանը միջամտեց, բայց պայեց գնդակը Պետրոսյանը Բայերի համար, իսկ հիմա արդեն լավ չկասեցեց Պետրոսյանի կատարած փոխանցումից հետո գնդակը Լևերկուզենի ֆուտբոլիստ Հայկաց Գալստյանը, բայց հիմա էլ ամեն դեպքում շարունակություն ստացավ Բայերը գրոհ, բայց այսքանով համար ենք այն ավարտված Мяч оказался прочнее. Երկար փոխանցում հիմա էլ տեսանք Սերգեյ Հարությունյանի կատարման, բայց նորից ուժեղ էր այս փոխանցումը ու Լևերկուզենը պետք է հիմա արդեն սկսի դարպասից, այս անգամ արդեն Աղասի Ավետիսյանը գնդակը կմտցնի խաղի մեջ, երկար փոխանցում Ավետիսյանից դեպի Օհանյանը, Օհանյան փակեց մարմնով գնդակ ու կարողացավ փոխանցում էլ կատարել, բայց այստեղ քլեցին ամեն դեպքում Փարիզի տղաները գնդակը ու փորձում են գրոհի մեկ տար տալ, հիմա պետք է չսխալվել, այդպես էլ ստացվեց անել Փարիզի ֆուտբոլիստերի մոտ, այո մի փոքր ռիսկային էր Իշխան Պողոսյանի կատարած գործողությունը, բայց ամեն դեպքում գնդակը մնաց Փարիզի մոտ եւ հիմա ավելի քան վստահ գործեց Պողոսյանը, իսկ սա խաղի կանոնների խախտում է Արտակ Ասատրյանի դեմ պայքարում ու Ավակյանը փորձում է արագորեն խաղարկել գնդակը գտավ Մանվել Այվազյանին ձախ թևում Այվազյան պայեց գնդակը Այվազյանը այստեղ Ավետիսյանն է ճնշում թիկունքից, բայց Այվազյանի մոտ ստացվեց փոխանցել, իսկ Ավակյանի փոխանցումը այլ ուղղությամբ ընթացավ, քան շարժվում էր Մանվել Այվազյանը Հարություն Օհանյան Լավ խաղարկում վտանգավոր գրոհի անցել Բայերը տեսնենք Оп, наказывай. Красненький, белый. Հերվից է պետք Ազնաուրյան փորձել, այդպես էլ անում է Ազնաուրյան ու մի փոքր շեղությամբ է ընթանում հիմա Լևերկուզենի ֆուտբոլիստ Համլետ Ազնաուրյանի կատարած հարված, այո շատ վտանգավոր հարված էր, բայց ամեն դեպքում մնաց Փարիզի դարպասը Անարիկ Ավակյան դեպի Այվազյանը այստեղ Աղասի Ավետիսյանը կրայել էր մրցակցի մտահղացումը Давай, зелененький, расставляемся, быстренько Իսկ հիմա расставимся. արդեն գնդակը դուրս եկավ, այո դաշտի սահմաններից դուրս Давай, Рус, закусывай, что ты его смотришь? Давай ему думать. Давай, Рус. Ух ты, хорош։ Диву Левона ни за что не... Հարությունյանը կնետի եզրից Դեպի Քոչարյանը Կրկին Հարությունյան Իսկ այստեղ արդեն դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից դուրս Նետեցին Բայերի ֆուտբոլիստներ Աղասի Ավետիսյան Շատ լավ նկատեց Պետրոսյանին ու կատարեց այս փոխանցումը Պետրոսյան ձախ թևով փորձում է արագանալ Պետրոսյան մի փոքր հեռու թողեց գնդակը եւ հետո արդեն կորցրեց գնդակը այո կորցրեց հավասարակշռությունը Պետրոսյանը եւ հասնել գնդակին չստացվեց Ավակյան դեպի Ասատրյան, իսկ այստեղ արդեն Ղուկասյանը շատ լավ գործեց Ասատրյանի թիկունքից Եթե Ասատրյանին հաջողվեր գնդակով անցում իրականացնել, ապա միայնակ կմնար Թաթուլ Սևոյանի դիմաց, դա փաստ է Բայց այս անգամ դա տեղի չունեցավ, իսկ հիմա Լևերկուզենի գրոհ աչի եզրով վտանգավոր եւս մեկ գրոհ Բայերի ֆուտբոլիստերի կողմից եւս մեկ փոխանցում դեպի Տուգանայինի Մատուստեր Ինչ իրավիճակ է հիմա Օհանյան Կրունկով հետ ուղարկեց գնդակ Օհանյանը, սա հարված էր որտեղ փակվեց
այս հարվածի ճանապարհը։ Հիմա հասկանանք ինչ պատահեց Արտուր Պետրոսյանին։ Ամեն դեպքում մրցավարը կուսումնասի Պետրոսյանի դրվագը, հասկանանք խախտում տեղի ունեցավ նրա այդ պայքարում թե ոչ։ Դիտեց մրցավարը ամեն դեպքում դրվագի կրկնապատկերը ու խաղի կանոնների խախտում արձանագրված չէ, այո, չկար խաղի կանոնների խախտում, իհարկե պայքարի մեջ հարված ստացավ Պետրոսյանը, բայց մրցավարը դրվագ ուսումնասիրելուց հետո ոչինչ էլ չարձանագրեց ու ամեն ինչ մնում է նույնը, այո 11 մետրից հարված նշանակված չէ, ինչը նշանակում է, որ գնդակը Փարիզը պետք է հասնի Լևերկուզենին, այդպես էլ տեղի ունեցավ, ինչի համար ծափարություններ Փարիզի ֆուտբոլիստերին ու Բայերը սկսում է խորքից Կուրգինյան երկար փոխանցում առաջ, այստեղ Աղազարյանը լավ է դիրքավորվել, բայց պրեսինգի շնորհիվ Բայերը խլեց գնդակը ու տեսնենք հասավ, այո, Բայերի ֆուտբոլիստը գնդակին ու այն կարողացավ պահել դաշտի սահմաններում բարձից փոխանցում տեսանք Այգազ Գալստյանի կատարման, բայց Փարիզի տղաների մոտ ստացվեց վերահասկել գնդակ ու հիմա գուցե գրոյի մեկ տարկում անվել Այվազյանը ձախ եզրում է, Այվազյան Պայեց, այո, պայել էր գնդակը դաշտի սահմաններում Երևից հուշում են, ով ջան, 3 տարիա հուշում են Ես պետք է նետեմ Փարիզի ֆուտբոլիստերը Ավակյանն է գնդակով երկար փոխանցում առաջ Քոչարյանի ուղղությամբ, բայց այստեղ Քոչարյանի մոտ նույնիսկ այսպես ասեմ, միջև վերջ գնաց Քոչարյանն ու փորձեց այս բարդ իրավիճակում հարվածել ու քիչ էր մնացել Քոչարյանի մոտ ստացվել հարված, այո, շատ վտանգավոր իրավիճակ էր Տուգանայինի մատույցներում, բայց ամեն դեպքում հեռացեցին Բայերի ֆուտբոլիստները գնդակը Եվ եզից պետք է նետի արդեն Լևերկուզենը Ասնաուրյան փոխանցում դեպի առաջ, բայց այստեղ Աղազարյանը լավ է գործում, իսկ հիմա հեռացած է գնդակը, բայց իհարկե Կուրգինյանը երկրորդ հարգում լավ աշխատեց այստեղ Ղուկասյանի ուղղությամբ դեպի փոխանցում ու Լավ չհասկացան այստեղ Լևերկուզենի երկու ֆուտբոլիստներ այս փոխանցման ժամանակ միմյանց արդյունքում գնդակը բաժին է հասնում Փարիզին Եվ երակի փոփոխություն է կատարում Աղասի Ավետիսյանը Լևերկուզենի կազմում այո մի անգամից 3 ֆուտբոլիստներ վերադարձան խաղադաշտ արդեն ավելի թարմ ուժերով Հարություն Օհանյանը Արտուր Պետրոսյանը ու Վարդգես Գեբեշյանը խաղադաշտում են կրկին եւ տեսնենք այս 3 ֆուտբոլիստերից իսկապես շատ բան է կախված Լևերկուզենի գործողություններում նրանք այսպես ասենք հարձակման գրոյի շարժիչ ուժերն են հանդիսանում Լևերկուզենի համար ու տեսնենք ինչ կստացվի նրանց գործողություններում փոխարինումից հետո իմ Ավակյանի երվից արվածը, բայց արդեն լավ չնստեց գնդակը Կարո Ավակյանի ոտքին Сюда начинаешь идти, тобой идет полузащитник. ու Լևերկուզենը նորից սկսում է դարպասից Ավետիսյան գլորեց գնդակը դեպի Պետրոսյանը նորից այդ փոխանցում դեպի Ավետիսյան ու արդեն հեռացեց Ավետիսյանը գնդակը այո ռիսկերը շատ էին բայց գրոհել Լևերկուզենի մոտ էլ չստացվեց Փարիզը կփորձի դա անել Ավակյան դեպի Ասատրյանն է գլորում գնդակը Ասատրյան հերվից հարվածի փորձ էր բայց բաժին ասավ գնդակը նրա խաղանքեր Կարո Ավակյանին Դեպի կենտրոն ու Այվազյանը սայթակեց այստեղ եւ հակագրող արդյոք կստացվի Լևերկուզենի մոտ Գեբեշյանը միացնում է շարժիչը ձախ եզրով, բայց փոխանցումը այստեղ լավ չստացվեց Գեբեշյանի, այո նա չունի արագության խնդիրները, բայց իհարկե այս փոխանցումը այնքան էլ հաջող չստացվեց երկար փոխանցում հիմա էլ Աղազարյանի կողմից ու Սևոյանը վերցեց գնդակը եւ նետեց այն Արտուր Պետրոսյանի ուղղությամբ այո գնալով հանդիպան վերջնամասն մոտենում գնալով հետաքրքրանում է հանդիպումը իսկ այստեղ Պետրոսյանը եթե կարողանար անցում իրականացնել ապա բավական վտանգավոր կստացվեր Արտակ Ասատրյան թողեց Այվազյանին գնդակը իսկ այստեղ Այվազյանն ու Ավակյանը լավ չհասկացան միմյանց Եզրային նետում իրականացված է Գեբեշյան լավ անցում էր Գեբեշյան բարձից այս անգամ էլ բայց շատ հեռավոր ու ուժեղ փոխանցում ստացվեց
ու եսից։ Նետում են Փարիզի տղաները Խաչատրյան դեպի Աղազարյանը, Պետրոսյան հաջող խլում ստացվեց, բայց շարունակություն աղորդել Գրոյի Բայերի մոտ չստացվեց։ Հարությունյան երկար փոխանցում դեպի Մանվել Այվազյան ու դիպավ այո, այստեղ գնդակ Այվազյան ձեռքին։ Ախպեր պետք չի։ Եվ Ավետիսյանը եւս մեկ ստանդարտ իրականացնի, երկար եւս մեկ փոխանցում, բայց մի փոքր ուժեղ ստացվեց այս անգամ Աղասի Ավետիսյանի կատարած փոխանցումը։ Եվ Խաչատրյանը գնդակը մտցնում է խաղի մեջ, Գուրգինյանը այստեղ փակեց փոխանցման ճանապարհը, Պետրոսյանին ուղարկեց գնդակը։ Գեբեշյան ուժեղ փոխանցում առաջ, բայց շատ ուժեղ ստացվեց այս փոխանցում, այո, հասկացավ արդեն Գուրգինյանը գնդակի ընթացքից որ հասնել, այս գնդակին պարզապես անզոր է, չի կարող ու ամեն դեպքում չպայքարեցել դրա համար, Ասատրյան այստեղ Պետրոս Հովանեսյանն է աշխատում, Գուրգինյան, բայց դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Շատ դանդաղ է կալում։ Եվ եսից կնետի Սերգեյ Հարությունյանը հետ փոխանցում դեպի Խաչատրյանի ուղղությամբ, Խաչատրյանից էլ երկար փոխանցում դեպի առաջ, բայց Ավետիսյանը հեռացեց գնդակը Հարությունյան գուցե հեռվից փորձի, բայց այստեղ Գեբեշյանը հասցրեց ամեն դեպքում հարվածի ճանապարհը փակել, Ասատրյան, Այվազյան ու այսքանով ավարտվեց Փարիզի գրոհ, այո, փորձեց Այվազյանը շեղել գնդակի ուղղությունը դեպի դարպասը չստացվեց ու արդյունքում հիմա սխալ Արտակ Ասատրյան կարող է օգտվել այս հնարավորությունից, բայց Ասատրյանի հարվածն էլ չստացվեց, շեղությամբ ընթացավ գնդակ ու նորից Լևերկուզենը սկսում է դարպասից Գուրգինյան։ Գուրգինյան շատ վստահ գործեց այստեղ, Ավակյանը մոտենում է թիկունքից դեպի կենտրոն Գեբեշյանի ուղղությամբ, բայց այստեղ Հարությունյան լավ է աշխատում ու շարժվում է առաջ դեպի կենտրոն, բայց այստեղ էլ Ղուկասյանն էլ չստացվեց փոխանցում իրականացնել, Արտակ Ասատրյան եւս մեկ փորձ կտեսնենք Ասատրյանից ոչ, ամեն դեպքում ձախ ոտքին է փորձում հարմարեցնել գնդակի, հիմա ուղարկեց Մանվել Այվազյանին եւ անկյունային այո վաստակում եմ այս իրավիճակում Փարիզը տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ է տալու Փարիզի ֆուտբոլիստերին Այվազյան դեպի Հարությունյանը ստացավ պատասխան փոխանցումը խաղանկերոջից, նորից ուղարկեց Հարությունյանին, կրկին Այվազյան լավ են համագործակցում այս երկու ֆուտբոլիստները, Ավակյան հարված է հարաժեշտ Ավակյան ու արդեն Ղուկասյանը հասցրեց կանգնել հարվածի ճանապարհին, Սևոյանն էլ դուրս է եկել դարպասից, բայց Գուրգինյանը ավելի շուտ հասավ այս գնդակին, ինչ անում Աղազարյանը, եզրում վտանգավոր իրավիճակ էր եւ անկյունային կարծես նշանակեց մրցավարը, հիմա հասկանանք ինչ պատահեց Աղազարյանին, կարծես հարված ստացավ պայքարի ընթացքում Աղազարյանը դեմքի հատվածում Ты знаешь, это зачем? Нормально, живой? Или сильно устал? Все, его мух как раз покусаешь, а то ему дядик возить неинтересно, он говорит, дайте кого-нибудь помоложе. Здорово, здорово. Уже разверни вперед, двигай. Муха, где? Здорово. Ամեն ինչ կարգին է Աղազարյանի հետ, անկյունայինը խաղարկում են Փարիզի տղաները, Խաչատրյան դեպի Ասատրյանը, վտանգավոր է Արտակ Ասատրյան, ուսա շեշտակի հարված են 2-1 Լևերկուզենը պարտվողի կարգավիճակում է հայտնվում, ինչ հարված, ինչ ֆենոմենալ հարված կատարեց Արտակ Ասատրյանը ու ոչ մի շանս չտվեց ոչ մեկին այս իրավիճակում, 2-1 Փարիզն առաջ է անցնում հաշվի մեջ։ Ой, здорово, Мук. Саня, зачем?
Արտակ Ասատրյան 2-1 իսկապես ֆենոմենալ հարված տեսանք Ասատրյանի կատարմամբ ու հիմա արդեն այս խաղում առաջին անգամ ոչ ներողություն, երկրորդ անգամ առաջ է անցնում հաշվի մեջ Փարիզը, այո, նրանք եղել էին հաղթողի կարգավիճակում, հետո Պետրոսյանը հավասարեցել դրա հանդիպան հաշիվը, բայց հիմա կրկին Փարիզը առաջ է անցնում հաշվի մեջ ու տեսնենք արդեն հանդիպան վերջամասում Փարիզին հաջողվեց դառնալ գոլի հեղինակ եւ տեսնենք այս առավելությունը ինչի կվերածի Փարիզը Ավետիսյան դիպավ գնդակը ձեռքին, բայց իհարկե մրցավարը առայժմ չի սուլում կուսումնասի դրվագը բնականաբար, որից հետո կհասկանանք 11 մետրանոց հարված կնշանակի դարպասի ուղղությամբ, թե ոչ ամեն դեպքում իհարկե պետք է հաշվի առնել Աղասի Ավետիսյանին։ Ինչքան որից հետո նոր մրցավարը կկայացնի իր որոշումը։ Դիտեց մրցավարը ուսումնասիրեց դրվագի կրկնապատկերը, այո, Աղասի Ավետիսյանը խաղացել էր ձեռքով, բայց իհարկե հաշվի առավ մրցավարը Ավետիսյանի դիրքը նա չուներ տարբերակ ձեռքը իհարկե տեղաշարժելու այդ իսկ պատճառով 11 մետրանոց հարված նշանակված չէ, ինչը նշանակում է, որ թիմերը պետք է շարունակեն հանդիպումը 2-1 հաշվի պայմանների ներքո ու տեսնենք այս մնացած 5 րոպեների ընթացքում Լևերկուզենը ինչ կառաջարկի Փարիզին հանդիպան հաշիվը հավասարեցնելու համար երկրորդ անգամ այս խաղում արդեն Հիմա Փարիզը բնականաբար ավելի վստահ կփորձի պաշտպանվել, ավելի վստահ կփորձի գործել առաջին հերթին պաշտպանությունում Եվ չկա խախտում Կուրգինյանի թիկունքից լավ աշխատեց Հարությունյանը երկար նետում դեպի Արտակ Ասատրյանը լավ նկատեց Հարությունյանը խաղընկերոջը Ասատրյան վտանգավոր գրոյի է անցնում Փարիզը Ասատրյան լավ արգելակում էր լավ փոխանցում դեպի Կարո Ավագյանը իսկ սա արդեն 11 մետրանոց հարված է այո անքննելի 11 մետրանոց եւ հիմա արդեն Փարիզը ստանում է այս խաղում շատ լավ հնարավորություն հանդիպան հաշիվը կրկնապատկելու համար ու մոտենալու այս խաղում հերթական 3 միավորին նախ տեսնենք վաստակելը բավական չէ պետք է այն դիպուկ իրացնել ու տեսնենք ով է վերցնում պատասխանատվությունը իր վրա կարտեզմանվել Այվազյանը այո բացման խաղում իր բացման խաղում Փարիզի կազմում Այվազյանը կարող է այսպես տոնել այս ամենադարպասի գրավմամբ շատ լավ հնարավորություն տվեց Խաչատրյանը թիմի ավակը իր խաղանկերոջը մանվել Այվազյանին ու նորամուտի խաղում տեսնենք Այվազյանը ինչպես կհարվածի նշակետից թե Սևոյանը ետ կմղի կասուլիչը Այվազյան շատ դիպուկ հարված 3-1 Փարիզը մեծ հաշվով մոտենում է այս խաղում 3 միավորին Երեքմեկ այո Մավել Այվազյանի 11 մետրանոցից կատարած հարվածը անկասելի ստացվեց ու երկու գնդակի առավելություն է ստանում այս խաղում առաջին անգամ Փարիզը այո այս խաղում ոչ ոք չէր հաղթել երկու գնդակի տարբերությամբ չէր հայտնվել այդ իրավիճակում իսկ հիմա արդեն դեղին քարտ Աղազարյանին շատ կոպիտ խաղաց այս դրվագում թիկունքից ու առաջին դեղին քարտը նույնպես տեսանք այս հանդիպան ընթացքում Ստանդարտ է վաստակել Լևերկուզենը տեսնենք երկար փոխանցում առաջ շատ վտանգավոր իրավիճակ էր բայց ամեն դեպքում դիպուկ հարված դեպի դարպասը չտեսանք Խաչատրյան երկար փոխանցում առաջ դեպի Կարո Ավագյանը, Ավագյանը առաջանում է աչիեզրով ու հենց Ավագյանից էլ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից դուրս, այո վերջամասն է հանդիպման։ Давай сразу напад туда, дальше по своим, готовы? Точно. Տեսնենք այս կարճ ժամանակահատվածում ինչ կանեն թիմերը։
Ասաուրյան գլորեց գնդակը դեպի Կուրխինյանը։ Երկար փոխանցում Կուրխինյանից, այստեղ որսած, այո, դարպասապահ որսած Փարիզի գնդակը, իհարկե չի շտապում։ Արաքել Հովհաննիսյանը հիմա կատարեց փոխանցում դեպի Սերգեյ Հարությունյանի ուղղությամբ, երկար փոխանցում էլ տեսանք Հարությունյանից դեպի առաջ, բայց այստեղ Փարիզի ֆուտբոլիստներից ոչ ոք չկար, բայց դա այդքան էլ էական չէ։ Հանդիպումն ավարտվում է 3-1 հաշվով օգուտ Փարիզի ֆուտբոլիստերի, Փարիզը վաստակում է երթական 3 միավոր ու միայն 1 միավորը Փարիզին բաժանում առաջատար Բենֆիկայից։ Այս հանդիպման համար նախատեսել էինք այսքանը, մեզ մոտ կարճատև դադար է, որից հետո խաղային երեկոն կշարունակենք Աֆելում։